Ժողովուրդ ջան, եկել եմ մի բան ասեմ, մեր վերջի 2 օրվա այցը Սյունիք շատ մեծ պանիկա է առաջացրել ՔՊ-ի մոտ։ Սյունիքի մարզպետը, փոխմարզպետները անդրադարձել են Նարեկ Կարապետյանի խոսքին, փորձելով ներկայացնել իրենց մանիպուլատիվ թեզերը։ Առաջինը ՔՊ-ն ընդհանրապես սովոր չի առողջ քննադատության։ Իրենք միշտ լսել են վիրավորանքներ, հայհոյանքներ իրենց հասցեին, բայց սովոր չեն, երբ որ իրենց առողջ քննադատում են։ Ու սկսում են կեղծ թեզեր մտածել։ Այսօր մեր վերջին 2 օրվա ընթացքում Սյունիքի մեր կատարած այցին անդրադարձել է Սյունիքի մարզպետը, փոխմարզպետները, ՔՊ-ի տարբեր կալիբրի պաշտոնյաներ։ Երկրորդ հատվածը վերաբերում է դպրոցներ փակելուն։ ՔՊ-ն չի դիմանում քննադատությանը, որովհետև հասկանում է, որ մենք հասկացել ենք իրենց թաքնված ծրագրերը կամ նպատակներից մեկը, օրինակ արտագաղթի նպաստելը։ Երբ որ հեռավոր գյուղերում, որտեղ մարդիկ չունեն բավարար սոցիալական պայմաններ, մի հատ դպրոցն եք փակում, առանց այն էլ այդ մարդիկ գումար վաստակությունով խոպան են գնում։ Դուք նպաստում եք, որ այդ մարդիկ իրենց բնակավայրում, իրենց սեփական հողի վրա ապրելու ցանկություն չունենան։ Այսինքն, եթե կարճ ասենք, դուք արտագաղթը ոչ թե նվազեցնում եք, նպատակ ունեք նվազեցնելու, այլ առնվազն կրկնապատկում եք կամ եռապատկում եք ձեր գործողությունը։ Ու եթե մենք նաև փորձենք ՔՊ-ի լոգիկայով առաջնորդվել, չնայած Աստված չանի ՔՊ-ի լոգիկան ունենանք, եկեք մի հատ պարզ տրամաբանական հարց տամ։ Եթե իրենք այսպես պարզաբանում են կամ փորձում են ներկայացնել, որ դպրոցները վատ պայմաններում են, փակում ենք, դա տեղափոխում ենք, մեկ կետում ենք բացում, մեկ տեղում ենք բացում, այտենց լավ չի։ Եկեք գյուղերի պոլիկլինիկաները կամ այն հիվանդանոցները, որոնք ըստ ձեր պատկերացման բավարար պայմաններ չունեն, փակեք, տեղափոխեք ավելի մեծ բնակավայր, ավելի խոշոր գյուղ, այնտեղ բացեք։ Այդ ձեր համար ի՞նչ տարբերություն մարդը այդտեղ կապրի կամ առողջ կեցության պայմաններ կունենա կամ առաջի օգնության պայմանները ճիշտ ժամանակին կունենա, թե ոչ։ Սրանք է ՔՊ-ի հիմնական ուղղությունները, հարգելի հայրենակիցներ, մի տրվեք մանիպուլյացիաներին եւ ձեզ վստահեցնում եմ, որ մենք հաղթելու ենք մեր ձևով, այլ տարբերակ չկա։